Ռուսական Su-25-երի էսկադրիլան այսօր օդ է բարձրացել գրոհել Ուկրաինա։ Ռուսական կողմի հրապարակած այս կադրերում երևում է կործանիչների կրակի պահը։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության էսկադրիլան ուկրաինական բանակի հենակետեր է ոչնչացրել։ Ռուսական օդուժի դեմ պայքարի մի հերոսապատում է ներկայացնում ուկրաինական մամուլը։ Դոնեցկի մարզում ռուսական K-52 ուղղաթիռը խոցվել է FPV դրոնով։ Ըստ ուկրաինացիների 16 միլիոն դոլար արժողությամբ այս ուղղաթիռից եւս մեկնել են խոցել իրենց զինվորներն ավելի վաղ։ 54 ուկրաինական անօդաչու խոցելու մասին հայտնել է Մոսկվան։ Ուկրաինական բանակի ԱԹՍ-ները հասել են Կուրսկ, Բելգորոդսկ, Սմոլենսկ ու Մոսկվա, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության։ Ուկրաինական աղբյուրները պնդում են 300 անօդաչու է իրենց բանակն արձակել այսօր։ Kyiv Independent-ը հայտնում է, թե անօդաչուներն ուղղված են եղել Սարատովի եւ Սամարայի մարզեր։ Այդտեղ է գտնվում Սարատովի նավթավերամշակման գործարանը եւ Էնգելս 2 ռազմական օդանավակայանը։ Ռուսները հայտնում են, թե ուկրաինական ռադիոէլեկտրոնային միջոցներ են հայտնաբերել ու ոչնչացրել։ Կիևը պնդում է, թե ռուսական հարվածներն իրականում ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ են եղել։ 9 զոհի ու ավելի քան 36 վիրավորի մասին է հայտնում Ուկրաինան։ Ուկրաինացիները նաև ռուսական կողմի զոհերից են խոսում։ Ըստ այդ երկրի բանակի ռուսական կողմը ուրբաթ ավելի քան 1200 զինվոր է կորցրել։ Ուկրաինական կողմը չի հայտնել սեփական ռազմական կորուստները։ Զելենսկին է կադրեր հրապարակել, ինչպես է մասնակցում իր երկրի զոհված զինվորներից մեկի հուղարկավորությանը։ Կիևին մերձակա Մոշչուն քաղաքը պաշտպանելիս է զոհվել ուկրաինացի սպան։ Մենք հիշում ենք եւ հավերժ երախտապարտ կլինենք մեր մարտիկներին իրենց հերոսության եւ քաջության համար։ Նրանք հասել են ամենակարևորին։ Մեր երեխաներին շանս են տվել ապրել ազատ Ուկրաինայում։ Զելենսկին չի արձագանքել Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի բողոքին։ Սպիտակ տան ղեկավարը դժգոհել էր, թե Ուկրաինայի նախագահի հետ գործ ունենալն ավելի բարդ է, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որովհետև Զելենսկին ամեն ինչ անում է քաղաքական նպատակներով եւ PR-ի համար։ Ալբերտ Սերոբյան, Էլեն Յահինյան, Հայլուր։